Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր սուրբգային ընթերցումը վերցված է Մատթոսի ավետարանի 12-րդ գլխից, որտեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ Հիսուս Քրիստոսից նշան են ցանկանում տեսնել։ Ինչին ի պատասխան Հիսուս Քրիստոս ասում է, թե նրանց որևէ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից, ով 3 օր մնաց գետի փորում եւ ապա դուրս եկավ։ Եվ ասում է, թե նինվեացիները, որոնք լսել էին Հովնանի քարոզչությունը եւ ապաշխարել էին, պիտի դատապարտեն այս ցերնդի մարդկանց, ովքեր լսում էին Հիսուս Քրիստոսին, որովհետեւ նրանք լսեցին մարգարեի խոսքը եւ ապաշխարեցին։ Ինչ նշան էին ցանկանում տեսնել հրեաները, որոնք լսում էին Հիսուս Քրիստոսին Քրիստոսից։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոս բազմաթիվ նշաններ էր ցույց տվել, բազմաթիվ, նրա յուրաքանչյուր քարոզչությունը նշաններով լցված էր, բժշկություններով, հրաշքներով, Աստծո զորությամբ, եւ բոլորը այդ տեսնում էին, բայց միևնույն է չէին ցանկանում հավատալ, որ Հիսուս Քրիստոսն է, որ Հիսուս Աստծո որդին է, ուղարկված Աստծո կողմից, եւ անընդհատ նրան փորձում էին, եւ այսօր էլ փորձում են նրան եւ ասում են, թե մեզ մի նշան ցույց տուր, ինչին ի պատասխան Հիսուս Քրիստոս բերում է Հովնան մարգարեի օրինակը։ Հովնան մարգարեն 3 օր մնաց գետ ձկան փորում եւ ապա դուրս եկավ այնտեղից Աստծո ողորմությամբ։ Եվ այս նշանը Հիսուս Քրիստոսի 3-օրյա մահվան խորհուրդն ուներ։ Հիսուս Քրիստոս պիտի խաչվեր, մահանար եւ 3 օր պիտի դրվեր գերեզմանը եւ ապա պիտի հարություն առներ։ Եվ Հիսուս Քրիստոս նրանց ասում է, թե դուք այլ նշան չեք տեսնի, բացի իմ մահը եւ հարությունը։ Բայց անգամ մահն ու հարությունը տեսնելով մարդիկ չհավատացին Հիսուս Քրիստոսին, այլ մտածեցին, թե ինչպես կեղծեն իրականությունը։ Այդ իսկ պատճառով էլ Հիսուս Քրիստոս դատապարտության է մատնում բոլոր նրանց, ովքեր չեն հավատում իր անվանը, ովքեր չեն հավատում իր հարությանը, ովքեր չեն ընդունում իր աստվածային լինելը, իր Աստված լինելը։ Եվ այս պատմությունը ավարտում է հետևյալ խոսքերով։ Նախ ասում է, թե նինվեացիները, որ լսեցին Հովնան մարգարեի խոսքը, ապաշխարեցին, հետևաբար արդարացվեցին, իսկ դուք, որ լսեցիք իմ խոսքերը եւ չընդունեցիք, չեք արդարանալու, որովհետեւ Աստված իր որդուն ուղարկեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են նրան, փրկվեն, բայց նրանք, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին, չեն պահում Քրիստոսի խոսքերը, որը հավատքի դրսևորումն է, չեն կարող փրկվել, որովհետև նրանք իսկ մերժում են Աստծուն եւ Աստծո բերած փրկությունը։ Եվ ապա երբ Հիսուս Քրիստոսը բացատրում է, ասելով, թե եթե հավատաք ինձ եւ պահեք իմ պատվիրանները կփրկվեք, իսկ եթե ոչ դուք ինքներդ ձեզ դատապարտում եք մահվան, մեկ այլ օրինակ է բերում։ Ասում է, երբ իղծ ոգին մարդու միջից դուրս է գալիս, գնում է, պտտվում է եւ տեղ չի գտնում հանգստանալու եւ մտածում է, վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա։ Եվ երբ գալիս է եւ տեսնում է, որ այդ տունը մաքրված է, գնում է 7 իրենից ավելի ուժեղ դևերը, ավելի ուժեղ պիղծ ոգիներ է վերցնում եւ նրանց հետ միասին վերադառնում է այդ մարդու մեջ բնակվելու եւ այդ մարդու վախճան ավելի վատն է լինում, քան եթե կլիներ։ Սա խոսում է մեր բոլորի մասին։ Մենք բոլորս, երբ մեղքերով ենք լցնում մեր ներսը, պիղծ ոգով ենք այն լցնում։ Եվ երբ մաքրվում ենք, ընդունում ենք Աստծուն, մաքրվում ենք, բայց երբ չենք պահում Աստծո խոսքը, վերադառնում ենք այն վիճակին, որում որ կայինք եւ ավելի վատ։ Մաքրվելուց հետո, շնորհը ստանալուց հետո, Աստծո հետ միավորվելուց հետո կրկին ուրանում ենք Աստծուն։ Եվ այն դևերը, որոնք մեր միջից դուրս էին եկել, այն մեղքերը, այն չարությունը, որ մեր միջից դուրս էր եկել Աստծո ողորմությամբ, վերադառնում են, որովհետև մենք մեր տունը, մեր ներսը, մեր հոգին լցված չենք պահում Աստծով։ Գիտեք, կյանքում ամեն ինչ դինամիկ շարժման մեջ է, ամեն ինչ զարգացման մեջ է։ Այդ թվում նաև Աստծո հետ հարաբերությունը։ Երբ մենք անընդհատ Աստծո հետ շփման մեջ ենք, աղոթքներով, պատվիրանների պահեցողությամբ, Աստծո հետ հաղորդվելով, մեր մեջ աստվածային զորությունը աճում է եւ զարգանում է։ Բայց երբ մենք հեռանում ենք Աստծուց, կանգնած չենք մնում միտեղ, անընդհատ ենք հեռանում եւ ավելի ենք գնում դեպի խավարը, ավելի ենք գնում դեպի կործանումը եւ ավելի ենք լցվում մեղքով։ Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, թե ում ծառայում ես, նրանից էլ պարգևներ պիտի ստանաս։ Եթե ծառայում ես Աստծուն եւ Աստծո կամքն ես կատարում, նրանից հավիտենական կյանքի պարգևը պիտի ստանաս, բայց եթե ծառայում ես չարին, չարը պիտի ստանաս։ Հետևաբար, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ամեն ինչ մեր ձեռքերում է, ամեն ինչ մեր ընտրությունից է կախված։ Մենք ինքներս ենք որոշում հետևել Աստծուն
եւ դրանով գնալ դեպի կյանքը, երջանկությունը եւ սերը, թե հեռանալ Աստծուց, գնալով դեպի չարն ու խավարը։ Բայց ցանկանում եմ այս խոսքը ավարտել Սուրբ գրային հետևյալ խոսքերով. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով հավատա նրան, փրկվի։ Աստված մեր փրկությունն է տենչում։ Մեզ մնում է միայն գնալ դեպի փրկություն։